Լավ, ունենք տեղեկատվական բազա և հետևյալ հարցը. Հարությունյան ազգանուն ունեցող աշխատակիցների մեծամասնությունը որ ստորաբաժանում է աշխատում։ Հարցին պատասխանելու համար տեղեկատվական բազայում կիրառում ենք ֆիլտր և ազգանունների միջից ընտրում ենք միայն հարությունյան ունեցող աշխատակիցներին։ Ստացվում է, որ կազմակերպությունում կան հարությունյան ազգանուն ունեցող 44 աշխատակիցներ։ Հիմա ստորաբաժանումները դասավորում ենք ըստ ազդեցության կարգի A-ից B և C ստորաբաժանումներ։ Հիմա հաշվում ենք A ստորաբաժանում կան ընդամենը 13 աշխատակից հարությունյան ազգանունով, B ստորաբաժանում 9 աշխատակից, իսկ C ստորաբաժանում կան 22 աշխատակից, այսինքն ամենաշատ աշխատակիցները աշխատում են C ստորաբաժանում։ Ճիշտ պատասխանն է երրորդ տարբերակը։ Հաջորդ հարցը. քանի առաջատար ռուս մասնագետ է ստանում 30,000 դրամից բարձր հավելավճար։ Նորից հետարկում ենք կիրառված ֆիլտրերը և կիրառում ենք նոր ֆիլտրեր։ Մեզ անհրաժեշտ է աշխատակիցների ազգությունը, թողում ենք միայն ռուս աշխատակիցներին և նրանց պաշտոնի խումբը, առաջատար աշխատակիցներ։ Տեսնում ենք ընդամենը 8 աշխատակից, որ առաջատար պաշտոնի խմբում են աշխատում և ազգությամբ ռուս են։ Հիմա ցածրից բարձր ֆիլտրելով տեսնում ենք, որ 30,000 դրամից ավել աշխատակից ստացողների քանակը 7-ն է։ Այսինքն ստացվում է տվյալ հարցի ճիշտ պատասխանը առաջին տարբերակն է 7 մասնագետ։ Հաջորդ հարցը հաշվել բարձրագույն կրթություն ունեցող բոլոր աշխատակիցների աշխատավարձի 20%-ը։ Նորից հետարկում ենք կիրառված ֆիլտրերը և այս փուլում արդեն ֆիլտրում ենք ըստ կրթության։ Մեզ պետք է բարձրագույն կրթություն ունեցող աշխատակիցների քանակը։ Պետք է հաշվենք բարձրագույն կրթություն ունեցող աշխատակիցների ընդհանուր աշխատավարձը ինչքան է, որ դրանից հաշվենք 20%-ը։ Այս բանաձևի օգնությամբ հաշվում ենք ընդհանուր գումարը, $438,775,000 և 20%-ը հաշվելու համար այս թիվը բազմապատկում ենք 0,2 Անպատասխան ֆորմատի բերելուց հետո ստացվում է 87,755,000 դրամ։ Ընտրում ենք ենթադրյալ պատասխանների մեջ, ճիշտ պատասխանը առաջին տարբերակն է։ Եվ հաջորդ հարցը հաշվել վարորդական վկայական ունեցող աշխատակիցների ընդհանուր աշխատակիցների թվի քանի տոկոսն են կազմում։ Հետարկում ենք բոլոր կիրառված ֆիլտրերը և գիտենք, որ մեր ընդհանուր աշխատակիցների քանակը 1500-ն է։ Հաշվում ենք վարորդական վկայական ունեցող աշխատակիցների քանակը։ Այսպես նշելով և ներքևի աչանկյունում կարող ենք տեսնել վարորդական վկայական ունեցողների քանակը 837 աշխատակից։ Իսկ մեր ընդհանուր աշխատակիցների քանակը 1500, որպեսզի հաշվենք, թե քանի տոկոսն է, կարող ենք 837-ը բաժանել 1500-ի և ստացված թիվը արտահայտել տոկոսներով։ $55,8 և մեր ենթադրյալ պատասխանների մեջ նորից առաջին տարբերակն է, ճիշտ է 55,8%։ Շնորհակալություն։